Շնորհակալություն։ Ինչպես նշվեց, այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է եւ իրական ցավալի է, որ այս կարևոր օրով մենք նորից Երևանի փողոցներում ենք, որպեսզի պայքարենք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության համար։ Իսկ մենք Երևանի փողոցներում ենք, որովհետեւ Հայաստանում այսօր գործում է մի ռեժիմ, ով իր քաղաքական ընդդիմախոսներին նետում է զնդանները։ Եվ այդ առումով Հայաստանի եւ Ադրբեջանի ռեժիմների միջև այլևս որևէ տարբերություն չկա։ Այսօր Փաշինյանական ռեժիմի օրոք կալանավորված են մի ոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը ընդհանրապես այն բանի համար, որ դրսևորել են իրենց ընդդիմադիր կեցվածքը, իրենց քաղաքական սուր քննադատությունը եւ պայքարում են մեր երկրում մարդու իրավունքների եւ ազգային արժեքների պահպանման համար։ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը այսօր բանտում են, որովհետեւ նրանք չեն հանդուրժել եւ չեն հանդուրժելու Փաշինյանի ռեժիմի կողմից այս ազգակործան քաղաքականությունը։ Նրանք բանտում են շիծուքրյական հոդվածի շրջանակներում, այդ տխրահարչակ խուլիգանության հոդվածի շրջանակներում, որով նրանք մեկ անգամ դատապարտվել են եւ արդարացվել։ Նրանք բանտում են ազգային ժողովի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորության հաղորդման հիման վրա եւ բանտում են նրա համար, որ պատասխանել են ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձնավորության վիրավորանքներին։ Նարեկ Սամսոնյանը կոնկրետ բանտում է այն բանի համար, որ արտաբերել է հետույք բառը։ Սա ուղղակի չլսված աբսուրդ է, որովհետև այսօր Փաշինյանական իշխանությունների օրոք փաստացի կալանավորվում են մեդիա դեմքեր, կալանավորվում են նաև ազգային բարերարներ, կալանավորվում են բարձրագույն հոգևորական դասի ներկայացուցիչներ, ովքեր ընդհանրապես համաձայն չեն եւ քննադատում են ազգակործան ռեժիմի քաղաքականությունը, որ նա վարում է արդեն շուրջ 7 տարի։ Մենք այսօր այստեղ մեր բողոքի ձայնը բարձրացնենք ԵՄ-ի առջև, որպեսզի եվրոպական կառույցները, միջազգային հանրությունը դադարեն գործել ռեալ պոլիտիկի շրջանակներում եւ վերադառնան իրենց գաղափարական ակունքներին, այն է դեմոկրատական արժեքների պաշտպանությանը, որտեղ ԵՄ-ն որպես կառույց ստեղծվել է հենց ժողովրդավարական արժեքների հիման վրա։ Իսկ այսօր ԵՄ-ն ուղղակիորեն հեռացել է իր իսկ դավանած կամ քարոզած արժեքներից եւ առաջնորդում է ընդհանրապես աշխարհաքաղաքական այս րոպեական շահերի առաջնահերթությամբ։ Այսօր մենք նաև այստեղ ենք, որպեսզի փաստենք, որ մենք թույլ չենք տալու, որպեսզի միջազգային կառույցները խուլ ու համր շարունակեն ձևանալ Հայաստանում դասական ավտորիտարիզմի կառուցման համատեքստում։ Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի ցույց տանենք, որ Հայաստանում Փաշինյանական ռեժիմի օրոք շարունակաբար խախտվում են քաղաքացիների իրավունքները, այն քաղաքացիների, ովքեր հանդգնում են իրենց ձայնը բարձրացնել այս ռեժիմի կամայականությունների դեմ։ Ուստի ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին, ազատություն, ազատություն, ազատություն։ Այժմ խոսքը կտրամադրեմ փաստաբան, իրավապաշտպան Գայանե